Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը որպես այլընտրանքային խնամքի ձև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ Նպատակ ունենալով ապահովել երեխաների զարգացումը ընտանիքաբնույթ միջավայրում, իրավասու կառույցները կատարում են խնամատարության թեմայով իրազեկման հանդիպումներ հասարակության հետ։ Նոր ընտանիքներ ենք փնտրում, նպատակը հանդիպման դա է, պատմենք հաջողված դեպքերի մասին, պատմենք թե ինչքան լավ ընտանիքներ ունենք, ինչքան շատ երեխա է փրկվել խնամատարության շնորհիվ, արդեն ունենք կուտակված դրական փորձ, բավական դրական փորձ։ Իդեպ նաև այլ երկրներից են խնդրում այս փորձը պատմել, այն երկրները, ովքեր նոր են սկսել կամ այն երկրները, ովքեր ուզում են իրենց մոդելը այնքան էլ հաջող չի ստացվել եւ փորձում են վերանայումներ անել։ Առաջին փորձնական ծրագիրն իրականացվել է 2005 թվականից։ Լոռու մարզը խնամատարության առաջամարտիկներից է։ Այստեղ են ամենաշատ խնամատար ընտանիքները եւ բոլորը հաջողված։ Խնամատար ծնող կարող է դառնալ յուրաքանչյուր պատասխանատու, հոգատար եւ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացի։ Հայրենում հոգեծնող եւ հոգեզավակ արտահայտություններն են օգտագործում պատմականորեն, միշտ դարերի ընթացքում մեր եկեղեցին կարգավորել է այդ հարցերը հենց այս մեխանիզմով։ Ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ ինքը առաջին հերթին հուզական, էմոցիոնալ եւ առաքելական գործ է, առաքելություն է։ Առաքելությունը գիտակցումն է այն բանի, որ կա երեխային օգնելու խնդիր, ով խնամքի եւ հոգատարության կարիք ունի եւ որ պետք է ձևավորել անվտանգ եւ սիրով լի միջավայր։ Սա շատ լավ հնարավորություն է առաքելություն իրականացնելու։ Դուք կփրկեք մեկ կամ մի քանի երեխայի կյանք։ Չեմ կարծում, որ որևէ բան մեզ կյանքում կարող է ավելի պարգևատրել, ավելի մեծ հաճույք պատճառել, քան փրկված երեխայի ճակատագրում դեր ունենալը։ Դուք կարող եք դա անել։ Վերցրեք այս հնարավորությունը։ Սպասում ենք ձեր զանգերին։ Խնամատար ընտանիքի ինստիտուտի իրազեկմանը ներկա անձինք բազմաթիվ հարցերի միջոցով ստացան իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերի պատասխանները։ Թեկնածու խնամատար ծնողների համար կիրականացվի անվճար վերապատրաստումներ, իսկ երեխային խնամելու ընթացքում մասնագիտական խորհրդատվություն, ուղղորդում եւ աջակցություն։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։